մի կողմից բոլշևիկյան արշավանքը եկեղեցու դեմ, ամեն կերպ հեղինակազրկելը, չգիտեմ կհասցնեն արդյոք կացնահարելուն թե չէ, մյուս կողմից երիտթուրքյան քաղաքականությունը ինքնության ջնջվելու, ինքնությունից վերացնելու հայկական ինքնությունը այս տարածաշրջանում։ Հիմա սրա միքսին ենք մենք ականատես, բայց իհարկե չեն կարող չէ՞ մարդիկ գան ասել, գիտեք, մենք շարունակում ենք երիտթուրքերի քաղաքականությունը, չեմ ուզում ենք ջնջել հայկական ինքնությունը եւ ուզում ենք նաեւ հայկական եկեղեցին վերացնել։ Ինչ պիտի անեն։ Պիտի դա բրենդավորեն։ Ինչից են լավ այս մարդիկ բրենդավորելուց։ Իրենք իրոք կարող էին ինչ որ PR ընկերություն բացել եւ հաջողությամբ աշխատացնել, բայց հիմա վերածվել են այլևի PR ընկերության։ Այդ իրական Հայաստան կոնցեպտը Հայաստան ավելի իրական, քան մինչև 2018-ը չի եղել։ Ավելի իրական չի եղել, ավելի շոշափելի, ավելի իրական, ավելի հզոր, բայց Արեմեցյան Ադրբեջանի կոնցեպտը ու հայկական ինքնության ոչնչացման կոնցեպտը պիտի չէ ինչ որ փաթեթավորում ստանալ։ Նիկոլ Փաշինյան չէր գալու ասեր, ես եկել եմ վերացնելու հայկական ինքնություն ու այստեղ կառուցելու Արեմեցյան Ադրբեջան։ Դա փաթեթավորել են իրական Հայաստանով։ Հիմա ինձ մեկը կարող է ասել իրական Հայաստանի ու Արեմեցյան Ադրբեջանի կոնցեպտուալ տարբերությունները։ Կան այդտեղ տարբերություններ։